Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մենք բազմիցս դիմել ենք կառավարությանը եւ սոցիալ-նախարարությանը եւ մնացած բոլոր ատյաններին մեր հարցերով, մեր խնդիրներով, որոնք լուծում չեն գտել, բայց այս անգամ իրանք հավանաբար տեսնելով մեր բազմահազարանոց միտինգը, փոխվարչապետը հրավիրել է, մեր ընկերները ներսում են, մենք սպասում ենք դրական պատասխանի։ Եթե պատասխանը բացասական եղավ, որոնք են լինելու այն կտրուկ քայլերը, որոնք ասում են արցախցիները։ Հիմա ես չեմ կարող բացահայտել, թե մենք ինչ ծրագրեր ունենք, այս պահին կախված է իրենց պատասխանից, ամենայն դեպս ես գտնում եմ, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մենք էլ հայ ենք, արժանապատիվ հայեր ենք, ինձ թվում է պետք է մեր հարցը լուծվի, իսկ եթե չլուծվի, արդեն հակաքայլեր հավանաբար կլինեն։ Շատ են այն խոսույթները, որ ասում են արցախցիները չեն կռվել, կռվեիք մնայիք Արցախում, դուք որպես արցախցի ինչ պատասխան ունեք տալու։ Հարգելիս, դու կարող ես պատկերացնել, որ ես ծառայել եմ բանակում եւ պահեստազորի մայոր եմ, կռվել եմ բոլորը, իսկ ես այն եզակի մարդկանցից եմ, ով տարիներ շարունակ գրել է նրանց այդ պատմությունները, ես եղել եմ ռազմական լրագրող, քայլել եմ ամբողջ սահմանի երկանքով, մեկ անգամ չէ, 100 անգամ չէ, 1000 անգամ։ Ես բոլորին ճանաչում եմ, բոլորի հերոսներին իրենց կենսագրությամբ, իրենց կռված, իրենց պատերազմական, ռազմական կենսագրությամբ։ Նրանք ոչ միայն կռվել են, դա շատ շարքային սովորական բառ, նրանք մաքարել են։ Տեսեք, ներկայիս իշխանությունն այդպիսի արտահայտություններ անում, ասելով պետք էր մնար կռվել եւ այլն, եթե իշխանությունն է նման արտահայտություններ անում արցախցիների հասցեին, ապա ինչ ակնկալել այս իշխանությունից։ Եթե այդ իշխանությունները կռված լինեին, նրանք կռված տղաների հարգը մանային, եթե նրանք չեն կռվել, եթե նա խրամատ չի տեսել, ինչ իմանա խրամատի մարդու հոգեբանությունը, նրանք այդ խրամատի տղաները, նրանք մեր իսկական հերոսներն են ու երբեք չեն սիրում բարձրաձայնել իրենց հերոսության մասին։ Նրանց բերանից ակցանով էի ես բառերը հանում, դրանք երբեք չեն պատմում, ընկերը կարող անկերոջ հերոսության մասին պատմի, բայց իրենք իրենց մասին երբեք իրենց հերոսության մասին չէին պատմում։ 40+ դասերը, որոնք տրամադրվում են արցախցիներին, արդյոք դա Հայաստանի պետական բյուջեից են տրամադրվում, թե այն օգնություններն են տրամադրում, որոնք որ ուղարկվել են միջազգային հանրությունից։ Եվ միջազգային հանրությունից, որքանով որ ես եմ տեղյակ եւ որքան գիտեմ բյուջեից էլ հատկացումներ կա, ճիշտ ասած, այդ հարցի միանշանակ չեմ կարող այդպես հստակ ինֆորմացիա չունեմ, էլի չեմ կարող ասել։ Ինձ թվում է նաեւ բյուջեից կա հատկացումներ։ Ինչ այսօր արցախցիները ինչպիսի տրամադրվածություն ունեն եւ արդյոք արցախցիները այսօր միասնական են։ Միանշանակ միասնական են, որովհետև նրանք այնպիսի միջանաբար են անցել, որ չեն կարող միասնական չլինել, որովհետև նրանք վերջին կտոր հացը կիսել են իրար հետ, ու այդ մարդիկ չեն կարող եւ պատերազմ են ապրել միասին եւ շրջափակում են ապրել, ոնց կարող է միասնական չլինել։ Իսկ տրամադրությունը այն է, մեր պահանջը ինչի համար է։ Մեր պահանջը նրա համար է, որ մենք մնանք մեր հայրենիքում, հայ մնանք, մեր երեխաները հայ մնան, հայ մեծանան, դուրս չգան եւ չգնան ուրիշ տեղեր մի կտոր հաց փնտրելու։ Բայց դուք նշեցիք, որ մայոր եք, դուք որպես մայոր, արդյոք հնարավորություն կա Արցախ հնարավորություններ շատ կա, պետք է այդ հնարավորությունները օգտագործել, պետք է իմի բերել, շատ աշխատանք կա անելու, մենք պետք է 24/7 ժամով աշխատենք եւ պետք է վերադառնանք Արցախ, դա միանշանակ, դա միայն իմ կարծիքը չէ, մենք պետք է վերադառնանք մեր հազարամյա երկիրը, որ մենք մի ամբողջ քաղաքակրթություն ենք թողել այնտեղ, անհնար է այդպես հաշտվել դրա հետ։